այնպես չի, որ բանակցային գործընթացները դադարեցվել են։ Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքը առաջիկայում կարող է ընդլայնվել եւ բանակցություններն այդ ուղղությամբ դեռ շարունակվում են։ Միլիարդատեր գործարարի առաջնորդած Ուժեղ Հայաստանը տարբեր ուժերի հետ երկար բանակցություններից հետո օրերս դաշինք կնքեց հանրությանն անհայտ երկու ուժի հետ։ Մեկը վերջերս ստեղծված նոր դարաշրջանն է, որի ղեկավարը փաստաբան է։ Մյուսը դեռևս 2000-ականներից գործող եւ ժամանակին ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանին միացած միավորված հայեր կուսակցությունն է։ Այս ուժերի հետ հուշագրի ստորագրումը, սակայն ըստ Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչ Գոհար Մելոյանի, չի սահմանափակում այլ կուսակցությունների հետ բանակցությունները, ինչպես դաշինքում ընդգրկվելու, այնպես էլ դաշինքից դուրս համագործակցության տարբեր ձևաչափեր ստեղծելու հարցի շուրջ։ Այսինքն հնարավոր է, որ առաջիկայում այդ դաշինքի 3 ուժերը դառնան 4, 5, 6 եւ 10։ Ոչ բացառում եմ, ոչ էլ ասում եմ այո այդ հարցադրմանը, որովհետև իրապես անկեղծորեն չունենք որոշում։ Միայն կարող եմ ասել, որ այնպես չի, որ մենք դադարեցրել ենք ու այլևս հնարավորություն չենք տեսնում, հա, բանակցելու։ Դաշինքը իրավական առումով կարող է դեռ քննարկումների բանակցությունների գործընթաց այնքան գնալ, մինչև պաշտոնապես թղթերը, հա, ներկայացվեն կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ընտրություններին մասնակցող ուժերը իրենց նախընտրական ցուցակները կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնելու ապրիլի 13-ից 23-ը։ Մինչ այդ ժամկետը քաղաքական ուժերը դեռ ժամանակ ունեն դաշինքներ կազմելու եւ իրենց ցուցակները ձևավորելու համար։ Ինչու Սամվել Կարապետյանին մինչ այս պահը չի հաջողվել լայն կոնսոլիդացիա ապահովել Ուժեղ Հայաստանի շուրջ։ Այն, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած Հայ ազգային կոնգրեսը մտադիր էր դաշինք կազմել Կարապետյանների հետ, չէր թաքցրել նաև ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Պատրաստ ենք այդ նպատակով սկսել նաև կոնսոլիդացիայի գործընթաց Ուժեղ Հայաստան կուսակցության եւ այլ ուժերի հետ միասին։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անցած ամիսներին անձամբ էր գովեստի խոսքեր շռայլել Սամվել Կարապետյանի հասցեին, պնդելով, թե պարակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է։ Տեր-Պետրոսյանը ընդդիմության միավորումը ոչ թե քաղաքական, այլ ազգի փրկության խնդիր էր համարել, պնդելով, լինելով ինքնաբավ եւ կայացած անձնավորություն, Սամվել Կարապետյանը ունակ է լուծել այդ խնդիրը։ Ինչու այս օրինակ խոսքերից հետո այնուամենայնիվ ՀԱԿ-ի հետ համագործակցությունը չստացվեց եւ Սամվել Կարապետյանը դաշինք չկազմեց Տեր-Պետրոսյանի հետ։ Գոհար Մելոյանն ասում է, թե այս պահին դեռ վաղ է պնդել, որ համագործակցությունը չի ստացվել։ Դեռևս չունենք վերջնական այդպիսի որոշում, որ ինչ-որ մեկի չի ստացվել։ Այս գործընթացները դեռ ընթանում են։ ՀԱԿ-ի հետ են շարունակում, այսինքն դեռ բանակցությունները։ Եթե վերջնական չունենք ամփոփ ձևաչափ կամ կարծիք ասելիք, այդ նշանակում է, որ այո, շարունակական ծիրի մեջ են այնուամենայնիվ։ Թե Ուժեղ Հայաստանը ՀԱԿ-ից բացի էլ որ կուսակցությունների հետ է շարունակում բանակցությունները, Մելոյանն այս պահին չի ցանկանում բարձրաձայնել, որպիսի նրա ձևակերպմամբ այդ ուժերը չթիրախավորվեն։ И много политических сил, которые настроены пророссийски. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հստակ ընդգծեց. Հայաստանում կան ռուսամետ դիրքորոշում ունեցող ուժեր եւ Մոսկվան ցանկանում է, որ այդ ուժերը եւ քաղաքական գործիչները ընտրական գործընթացներին մասնակցելու հնարավորություն ունենան։ Ավելին Պուտինը նշեց, որ այդ գործիչներից ոմանք գտնվում են ազատազրկման վայրերում, չնայած այն հանգամանքին, որ ունեն Ռուսաստանի անձնագիր։ Առանց անուններ տալու Պուտինը ակնհայտորեն խոսում էր այժմ տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանի մասին։ Ուժեղ Հայաստանից սակայն պնդում են իրենք ռուսամետ չեն, այլ հայամետ։ Некоторые, я знаю, находятся в местах лишения свободы, несмотря на то, что у них паспорт российский есть. Պուտինը Սամվել Կարապետյանի մասին չէր խոսում, որ նշում էր, որ կանան ազատության մեջ գտնվող անձինք։ Ամենայն հավանականությամբ տրամաբանության կանխավարկածով կարելի է ենթադրել, որ մեզ նկատի ունենել, բայց այնուամենայնիվ ես չեմ կարող, հա, ուրիշ երկրի պաշտոնյայի խոսքեր մեկնաբանել ու ինձ ենթադրություններ թույլ տալ։ Ունեք մտավախություն, որ կարող են ձեզ ինչ-որ ձևով դուրս թողնել ընտրապայքարից։ Մենք ունենք նման մտավախություններ, հաշվի առնելով միջազգային պրակտիկան ու հաշվի առնելով կրկին, հա, տարբեր իշխանության ասոցացվող քաղաքական ուժերի եւ քաղաքական գործիչների հայտարարությունները, այդ թվում հստակ բարձրաձայնված պահանջը, որ պետք է մեզ թույլ չտալ մասնակցելու ընտրությունների։ Եթե իշխանությունը գնա նման քայլի եւ արհեստական խոչընդոտներ ստեղծելով թույլ չտա Ուժեղ Հայաստանին մասնակցել ընտրություններին, ապա ըստ քաղաքական ուժի Փաշինյանի իշխանությունն իր այդ քայլով կասկածի տակ կդնի ողջ ընտրական գործընթացի լեգիտիմությունը։ Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժը միաժամանակ պնդում է, եթե իշխանությունը իրենց դուրս թողնի ընտրապայքարից, ապա գիտեն, թե ինչպիսի գործողությունների են դիմելու եւ ինչպես են հակազդելու։ Պայքարել մի քանի մանդատների համար
թե ստեղծել շատ ավելի բարենպաստ պայմաններ։ Մինչ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանը ընտրություններին ընդառաջ պատրաստվում է հակազդել հնարավոր տարբեր սցենարներին, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետականը երկար քննարկումներից հետո ի վերջո որոշում կայացրեց չմասնակցել հունիսի 7-ի ընտրություններին։ Ընդ որում 2018-ից հետո իշխանությունը կորցրած երբեմնի հզոր ուժը նշում է, թե անմիջական չի մասնակցի, ակնարկելով, թե կարող են աջակցել որևէ այլ քաղաքական ուժի։ Թե ում օգտին կարող է աշխատել Հանրապետականը, խոստանում են փակագծերը բացել շաբաթ օրը կայանալիք կուսակցության համագումարում։ Արդյոք Սամվել Կարապետյանը կընդունի Սերժ Սարգսյանի աջակցությունն այս ընտրություններում։ Ուժեղ Հայաստանի անդամ Գոհար Մելոյանը հիշեցնում է կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքերը, որ իրենք չեն համագործակցելու խորհրդարանում այժմ ընդգրկված ընդդիմադիր ուժերի, ներառյալ Հանրապետականի հետ։ Կարող է հանգարտ բլոտ խաղանք։ Իդեպ ընտրություններին ընդառաջ, եթե Նիկոլ Փաշինյանը նարդի է խաղում պոտենցիալ ընտրողների հետ, ապա այս օրերին մարզեր այցելող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Մղչյանում բլոտի էր բռնվել գյուղացիների հետ։ Բլոտ։ Հա։ Բայց մարջով եմ խաղալ, ունես չէ։ Բայց ինչ բան չանեք, որ ընկնեք տոկոսի տակ եկեք։ Բլոտից դուրս Ծառուկյանը նաև քաղաքական հարցերի պատասխանեց, վստահեցնելով ընտրություններին թեև մասնակցում է, բայց վարչապետ դառնալ չի ուզում։ Ես ոչ հիների հետ գործ ունեմ։ Դա 100% գրեմ, ստորագրեմ։ Նախկինների, ոչ էլ այսօր գործողների հետ գործ ունեմ։ Մեր երկրին պետք է ապագայի վարչապետ։ Գագիկ Ծառուկյանը դեռ չի հրապարակել իր վարչապետի թեկնածուի անունը։